Կոտրվածքներով և մարմնական վնասվածքներով է ավարտվել 31 համարի ավտոբուսում ծագած վիճաբանությունը։ Վարորդը չի բացել հետևի դուռը, որ մարդիկ դիմացի դռնով մտնեն, կարգն այդպես է։ Ավտոբուսի վարորդին ծեծել են ոչ թե վիճաբանության պահին, այլ հերթափոխից հետո, ընդմիջման ժամանակ։ Կողքի ոսկորները ջարդել է, թոքերը ծակվել է, օպերացիա եղած պարկած է, ինչի համար։ Որ առաջի դռնից չի բարձրանում, հետևի դռան դեմն է սպասում։ Չէ որ մենք ասում ենք հայ ենք, չի կարելի։ Ջրվեժի պարգից է, հեռակա գիտեմ, հեռակա ասելով շփվել ենք, բայց անձնաբանեց չէ։ Շատ նորմալ անձնավորություն ենք, համեստ, հետո նորվա վարորդ չէ էլի։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2 մարդ ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով։ Ավտոբուսի տեսաձայնագրությունները ֆիքսել են, թե ինչպես են 2 տղամարդ ծեծում վարորդին։ Նրանք բռնության են ենթարկել նաև մեկ ուրիշ վարորդի, որը փորձել է միջամտել։ Արձանագրել են ընդ համապատասխան մարմնի տեսաձայնագրությունները տրամադրված են երկրորդ վարորդ ավտոբուսը վերջնակետում կանգնում է, փորձում է վեճը կանխել բաժանել, երկրորդ վարորդի հանդեպ բռնություն կիրառվել։ Ավտոբուսների վարորդները դժգոհում ու չեն հասկանում, իրենք ինչ մեղք ունեն, ժողովուրդն ինչու է թշնամացել, չէ որ իրենք էլ ժողովրդի մի մասն են։ Մարդիկ էլ համբերատար չեն, ներում չկա, հասկանալ չկա, իրանց խոսակցությունից բան չեն հասկանում, ամեղ տեղը կպնում են մեզ, միշտ մի հատ թեթև կայց և բռնկվում։ Մենք վարորդներս բոլորս մեղավոր ենք այս ժողովրդի դեմ, ժողովրդի մի մասնիկն էլ մենք ենք, չէ՞ որ։ Սա միակ դեպքը չէ, ագրեսիան արմատավորվել է Հայաստանում։ Թե դպրոցներում, թե փողոցներում ամենաթեթև վիճաբանություններն անգամ ներկվում են արյունով։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։